Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC Media-ն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գառի Մթաֆյանն եմ և առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի և աշխարհի օրակարգը։ Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը, հայտարարել է Հայր Զաքարյան։ Նրա խոսքով Տեր-Վրդանեսի համար որոշիչ է մոտակա 72 ժամը։ Երեսկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել։ Տեր Հայրը մեկ հարց է տվել. ամեն ինչ կարգին է մայրաթոռում, պատմել է Հայր Զաքարյան։ Հիշեցնեմ, որ հրմշտոցի ընթացքում Տեր-Վրդանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Հոգևորականին ստենդավորել են։ Անդրադառնանք մայրաթոռում տեղի ունեցածին։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները մոտեցել էին վեհարանին։ Այդ պահին ամենայն հայոց կաթողիկոսն արդեն դուրս էր եկել վեհարանից և մասնակցում էր մայրաթոռում անցկացվող միասնական աղոթքին։ Վեհարանի բակում եպիսկոպոսները բարձրախոսով հայտարարություններ էին անում, սակայն նրանց հայտարարությունը գրեթե չէր լսվում։ Եկեղեցու բակ եկած քաղաքացիները վեհափառին աջակցող վանկարկումների տակ։ Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը մայրաթոռի բակում հավաքված քաղաքացիներին քաշքշելով հեռացնում էին տարածքից։ Ըստ ներքին գործերի նախարարության հայտարարության մայրաթոռի բակում ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձինք տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան։ Նվիրյալ հայորդիներ ապագում ենք, որպես թագավորեն բարձրությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, և չպետք է տրվենք Իսկ 10 եպիսկոպոսները վեհափառի հրաժարականը պահանջող նամակ են հանձնել մայրաթոռի քարտուղարություն և հեռացել խոստանալով հաջորդ անգամ վերադառնալ միասնական աղոթքի առանց կաթողիկոսի։ Եպիսկոպոսները հեռացել են ազգային անվտանգության ծառայության ուղեկցությամբ միկրոավտոբուսով։ Իսկ միասնական աղոթքից հետո վեհափառ հայրապետն ուղերձ է հղել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հիշեցրել է, որ հոգևոր ասպարեզում եղած խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացակարգերով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Այսօր տագնապային օրեր ենք ապրում, մեր երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև, բայց հանրության մեջ հաշտության, միասնության ոգին վերականգնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու փոխարեն շարունակվում են հարձակումները հայ եկեղեցու հանդեպ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտձգությունը կատարվեց այսօր, ցավոք նաև որոշ մեր հոգևոր եղբայրների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովուրդը մնում է աներեժ։ Իսկ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է, որ վարչակարգը երեկ պարտվել է ու հանրությունից ստացել ապտակ։ Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավականացրին ջարդել հանրության աջակցությունը հայ առաքելական եկեղեցուն։ Քաղաքագետի խոսքով եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են։ Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին, բայց նրանք չեն նահանջելու տեղ չունեն էլ։ Դեկտեմբերի 28-ին, հատկապես հունվարի 6-ին փորձելու են էլ ավելի կազմակերպված ձևով գրոհել մայրաթոռը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքներին։ Հավաքից ժամեր առաջ մայրաթոռը հայտարարություն էր տարածել, ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն է արել։ Ըստ Newsday-ի տեղեկության հեռացվել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին առաջին կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Գերագույն հոգևոր խորհրդից եպիսկոպոսների հեռացնելու որոշումը Բագրատ Սրբազանը որակել է շատ ճիշտ, սպասված և տեղին։ Բագրատ Սրբազանի և Սրբազան պայքարի մյուս մասնակիցների գործի վերաբերյալ հերթական դատական նիստն այս շաբաթ ևս հետաձգվել է մեղադրյալների և պաշտպանների բացակայության պատճառով։ Ի դեպ Իգոր Սարգսյանի ու Կարո Օկոպմուշյանին ոստիկանները չէին կարողացել բերել դատարան, որովհետև ոստիկաններին գործուղել էին Էջմիածին։ Բաքվի ռազմական դատարանում Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանի կեղծ գործի վերաբերյալ դատավարության ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի պետական մեղադրանքը ներկայացնող դատախազը։ Նա պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ՑՄՀ ազատազրկման։ Իսկ Վարդանյանը ավագ որդու Դավիթ Վարդանյանի միջոցով ներկայացրել է, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ Նրա խոսքով հաջորդ նիստին իրեն կտան եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Վարդանյանը պատմել է, որ ելույթում մտադիր է ընդգծել, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և չի մասնակցելու արդարադատության իմիտացիային։ Նրա գնահատմամբ Բաքվում ընթացող գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնարար չափանիշներին և չի կարող համարվել դատաքննություն։ Ես ոչինչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր, լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, Արցախը եղել է, կա և կլինի անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ։ Սարսափելի անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար, ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում։ Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է, ամենակարևորը չվնասելն է։ Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ և աշխարհում։ Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ։ Զգույշ եղեք խոսքի նկատմամբ։ Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության և ստեղծարարության հզոր խթան դառնալ։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան։ Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում։ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Ընդունված բանաձևում խստորեն քննադատում են Բաքվի իշխանությանը, ընդդիմախոսներին, լրագրողներին և իրավապաշտպաններին ազգային անվտանգության անվան տակ ճնշելու համար, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջընթացը պետք է կապել իրական քայլերի հետ։ Իսկ Լեմկինի անվան ինստիտուտն էլ բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, հորդորելով անել ամեն ինչ, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս ամենի ֆոնին էլ երեկ Ադրբեջանից Հայաստան են ուղարկել նավթամթերքի առաջին խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում։ Պայմանավորվածությունը ձեռք են բերել նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևի և Հայաստանի փոխվարչապետ Մեհր Գրիգորյանի հանդիպման ընթացքում։ Այսօր Հայաստան կուղարկեն Սոկարի արտադրած AL-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, գործարքը ունի զուտ առևտրային բնույթ, իսկ բենզինը կվաճառեն միջազգային շուկայի գներին համապատասխան։ Միջազգային լրահոսից Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում փոփոխություններ չեն եղել, սակայն երկու երկրներն էլ ունեն երկխոսության քաղաքական կամք։ Միաժամանակ Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվան տեսնում է ռուս-ամերիկյան հարաբերություններում զգալի և փոխշահավետ ներուժ, և այդ դիրքորոշումն ունեն նաև ամերիկացի շատ գործընկերներ։ Քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է բանակցությունների վերսկսման համար Միացյալ Նահանգների սահմանած նվաստացուցիչ պայմանները։ Փեզեշքյանի խոսքով Իրանը ձգտում է խաղաղության և կառուցողական գործակցության, բայց չի հանդուրժի հարկադրանք, սպառնալիք կամ որևէ գործողություն, որը կխաթարի Իրանի արժանապատվությունն ու ազգային շահը։ Իսկ Բրյուսելում ֆերմերները բողոքում են ԵՄ Մերկոսուր առևտրային համաձայնագրի դեմ, որը Եվրոպան կհեղեղի էժան գյուղարտադրանքով։ Ցուցարարները քաղաքի հրապարակում այրել են աղբ և անվադողեր, նետել դյուրավառ նյութեր։
Եվ վերջում եղանակի մասին հանրապետության տարածքում սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր։